Քննարկում ենք հարց համար 29 Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարություն եւ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին հարցը զեկուցող Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյան։ Համեցեք Տիկին Ստեփանյան։ Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկման եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությունը եւ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։ Նախ ուզում եմ ասել, որ գենդերային քաղաքականությունների իրականացման ամբողջ մեր շրջափուլի ու պատմության մեջ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է եւ միացել է մի շարք կարևորագույն միջազգային փաստաթղթերի, այդ թվում անդամակցել է Պեկինի հռչակագրին եւ գործողությունների հարթակին դեռևս սկսած 1995 թվականից ՄԱԿ-ի կանանց հարցերով 4-րդ համաշխարհային համաժողովի ընթացքում։ Մենք վավերացրել ենք 1993 թվականին նաեւ այս առումով ամենամեծ կոնվենցիան, կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան եւ բնականաբար ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների մեր հանձնառությունը 5-րդ ամբողջ գերակայությունը վերաբերում է գենդերային հավասարությանը։ Իսկ պատմական առումով նաև ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականություններ ու հայեցակարգեր որպես այդպեսին սկսել են մշակվել 2010 թվականից եւ հետո հաջորդաբար արդեն տարբեր միջոցառումներ ու ռազմավարական ծրագրեր ու ռազմավարություններ։ Մեր նախորդ ռազմավարությունը մշակվել եւ հաստատվել էր 2015-23 թվականների համար, բնականաբար ավարտից հետո միջազգային գործընկերների եւ լոկալ էքսպերտների միջոցով վերլուծվել են բոլոր առաջընթացները, որոնք արձանագրել ենք նախորդ գենդերային ռազմավարության միջոցով եւ վեր են հանվել խնդիրներ, որոնք որ դրվել են հենց նոր մշակված փաստաթղթի հիմքում։ Ուզում եմ այստեղ հատուկ ընդգծել, որ մեծ մասնակցություն են ունեցել հասարակական կազմակերպությունների բոլոր կոալիցիոն համայնքները եւ միջազգային ու զարգացման գործընկերները, կարևորելով այս հարցը։ Այսպիսով նոր նախագծով առաջարկում ենք 6 հիմնական գերակայություն։ Ըստ առաջին գերակայության գործողությունների բոլոր ջանքերն ուղղված են լինելու պետական քաղաքականության ու կառավարման ոլորտներում գենդերային հավասարության ապահովման, գենդերազգայունության մակարդակի բարձրացմանը, մասնավորապես մասնակցային, ներառական ու հասանելի քաղաքական դաշտ ապահովելուն, որտեղ կանայք եւ տղամարդիկ, այդ թվում տարբեր խոցելի խմբերի ներկայացուցիչներ կարող են ակտիվորեն ու լիարժեք մասնակցել ու հավասարապես նշանակալից ազդեցություն ունենալ կառավարման մակարդակներում։ Երկրորդ գերակայության շրջանակում նախանշված միջոցառումները հիմնականում ուղղված են լինելու աշխատաշուկայի, զբաղվածության, տնտեսության ոլորտում գենդերազգայուն մոտեցումների խրախուսմանը, աշխատուժի սեռային խզվածքի նվազեցմանը, կանանց սոցիալ-տնտեսական ակտիվության խրախուսմանն ու աշխատանքի պաշտպանության կառուցակարգերի բարելավմանը, ներառյալ աշխատանքային գործունեության մեջ խրամարության աշխատանքի պաշտպանությանը։ Այս գերակայության շրջանակներում հատկապես կարևորվելու է երիտասարդ կանանց եւ երիտասարդ տղամարդկանց սոցիալ-տնտեսական կյանքում հավասար ներգրավվածությունն ու առաջխաղացման խթանումը, որպիսի կարողանանք սոցիալ-տնտեսական բնագավառում, այսինքն աշխատաշուկայում, տնտեսության տարբեր ճյուղերում, աշխատանքային գործունեության մեջ գենդերազգայուն մոտեցումների խրախուսմամբ հասնել աշխատուժի գենդերային խզվածքի նվազմանն ու աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավմանը։ Երրորդ գերակայությամբ սահմանված նպատակներն ու գործունեությունը միտված են հիմնականում լինելու կրթության եւ գիտության ոլորտում կանանց եւ տղամարդկանց հավասար մասնակցության ներկայացվածության խթանմանն ու գենդերային խզվածքի նվազեցմանը։ Այս գերակայությամբ շարունակելու ենք կրթության ու գիտության տարբեր մակարդակներում գենդերային անհավասարության ու խտրականության բացառմանն ուղղված աշխատանքները, ապահովելով հավասար լիարժեք բարենպաստ միջավայր կրթության բոլոր մակարդակներում։ Չորրորդ գերակայությունը առողջապահության ոլորտում կանանց ու տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովումն է եւ սույն գերակայության շրջանակում բոլոր ջանքերն ուղղված են լինելու մեծացնելու կանանց հասանելիությունը հիմնական առողջապահական վերարտադրողական ծառայություններին, հատկապես խոցելի խմբերի դեպքում գյուղական բնակավայրերի կանանց, հաշմանդամություն ունեցող կանանց, էթնիկ փոքրամասնությունների խմբերին պատկանող կանանց համար, զերծ պահելով ու պաշտպանելով վերջիններիս գենդերային հիմքով խտրականությունից։ 5-րդ գերակայության ներքո գործողություններն ուղղված են լինելու ընտանեկան եւ գենդերային հիմքով բռնությունից զերծ, առավել ապահով ու անվտանգ միջավայրներ դնելուն, կանխելու կանանց ու աղջիկներին ուղղված գենդերային հիմքով բռնությունն ու շարունակելու
աջակցելու գենդերային հիմքով բռնության ենթարկված անձանց, ինչպես նաև նպաստելու պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության կարծրատիպերի հաղթահարմանը, հիմքում ունենալով մեկ հիմնական նպատակ՝ գենդերային բռնության ու խտրականության կանխարգելում ու հաղթահարում, ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանություն ու աջակցություն ըստ գնահատված կարիքի։ Եվ ունենք նոր 6-րդ գերակայություն, որը նախորդ ռազմավարությունների մեջ ներառված չի եղել, կլիմայի փոփոխության նկատմամբ գենդերազգայուն ու գենդերարձագանքող մոտեցումների ձևավորումը, ներառական սկզբունքների ապահովումն ու իրազեկվածության բարձրացումը։ Այս գերակայության ներքո այս էտապում բոլոր ջանքերն ուղղված են լինելու կլիմայի փոփոխության հետևանքով գենդերային եւ սոցիալական ազդեցության հիմնախնդիրների վերհանմանը, հետազոտությունների իրականացման բնականաբար այս փուլում եւ գենդերարձագանքող մոտեցումների ներդրման շրջանակի փորձարկմանը։ Այսպիսով գերակայություններն ուղղված են նշված ոլորտներում կանանց ու տղամարդկանց իրավունքների ու հնարավորությունների իրացման համար բարենպաստ ու դրական միջավայրի ստեղծմանը, իսկ նախատեսվող գրեթե բոլոր միջոցառումները միտված են լինելու ոլորտային օրենսդրության բարելավմանը, իրազեկման ու վերապատրաստման ծրագրերի իրականացմանը նպաստելով կարողությունների զարգացմանը եւ տարբեր ոլորտներում կանանց ներկայացվածության ու ներուժի բարձրացմանը, կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության ու բռնության բացառմանը։ Խնդրում եմ հաստատել, շնորհակալություն։ Շնորհակալ եմ Տիկին Ստեփանյան, հարգելի գործընկերներ, տվյալ պարագայում մեր հայեցակարգային մոտեցման մասին մենք բազմիցս խոսել ենք, կառավարության տարբեր ներկայացուցիչներ, խորհրդանական կառավարող մեծամասնության ներկայացուցիչներ, եւ այստեղ մեր նպատակադրումը հստակ է, որպեսզի մեր հանրության ներուժը մաքսիմալ դրվի կամ արվի մեր երկրի զարգացման օրակարգերում բոլոր ուղղություններով, սկսած տնտեսությունից, շարունակած հանրային կյանքից, պետական եւ տեղական պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտներից, բոլոր ոլորտներում եւ հաշվի առնելով նաեւ, որ այսօր եւ արդեն բավական երկար ժամանակ մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, նաեւ այս հանգամանքը շատ կարեւոր է, որպեսզի մենք այդ ներուժը լիարժեք կերպով օգտագործենք եւ ես կարծում եմ, որ այդ ուղղությամբ իհարկե որոշակի process-ներ կան եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, որտեղ ես նախկինում նաեւ առիթ ունեցել եմ ասելու, որ անզեն աչքով նույնիսկ նկատելի է, որ օրինակ կրթության ոլորտում աղջիկները ավելի ակտիվ են, քան տղաները։ Ընդ որում մենք նաև սրա մասին վկայող եւ ապացույց ունենք, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում օրինակ տեխնոլոգիական ոլորտում մենք աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկը ունենք, եթե ոչ ամենաբարձրը կանանց ներգրավվածության։ Այսինքն IT համակարգում ոչ մի երկրում ավելի բարձր ցուցանիշ, թե առնվազն առաջատարներից մեկն ենք, եթե ոչ միանձնյա առաջատարը, կանայք այդքան շատ ներգրաված չեն IT ոլորտում, սա նշանակում է, սա իմ ասացի տեսական թեզի գործնական արտահայտումն է, որովհետև IT համակարգում այն եզակի տեղերից է, որտեղ առանց առնվազն մի կրթական մինիմումի հնարավոր չի այդտեղ ներգրավել եւ աշխատել։ Եվ ես կարծում եմ, որ սա մի կողմից այո մենք ուրախանում ենք, ասում ենք, բայց մյուս կողմից վկայում է մեր երկրում արկա խորը խնդիրների մասին, եւ ես կարծում եմ, որ մենք թերագնահատում ենք այդ խնդիրները, եւ այդ իմ ընկալմամբ այդ խնդիրների մի հսկայական հատվածը կապված է քրեական ենթամշակույթի ազդեցությամբ մեր իրականության մեջ տղաների աշխարհընկալման մասով։ Եվ բոլոր, եւ ուզում եմ ես ձեզ ասեմ հետեւյալը նաեւ հազար անգամ ներողություն եմ խնդրում այս հիշատակումը անելու համար, նաեւ որպես մի մարդ, որ ժամանակ է անցկացրել քրեակատարողական հիմնարկներում, մեր հանրության շրջանում տենց ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը, ասենք օրինակ տղաներին ուժեղացնելու ճանապարհը, ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ուղիղ հակառակը քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու, ինքնությունից զրկելու, ինքնուրույնությունից զրկելու, մտածողության սեփական ձևեր ունենալուց զրկելու մեթոդ է։
Սա ամենամեծ մոլորությունն է, որ մեր եկանության մեջ խոսք կա, չէ, դե տղա է, ոչինչ, թող մի քիչ էլ տենց բան։ Ինձ թվում է, թե այդպիսով տղաներ ուժեղանում են։ Այդպիսով տղաները թուլանում են, բոլոր առումներով թուլանում են։ Զրկվում են կամքից, զրկվում են խելքից, զրկվում են ինքնուրույն մտածելու եւ մտածողության սեփական բանաձևեր ունենալու բանից հնարավոր ինչքան մարդը քրեական ենթամշակույթի մոտ է, այնքան ավելի հեշտ կառավարելի է։ Ինչքան քրեական իր մտածողության ձևերով, ինչքան քրեական ենթամշակույթի մոտ է, այնքան ավելի անմրցունակ է ցանկացած ոլորտում, աշխատանքի շուկայում, ցանկացած հարաբերության մեջ։ Սա ինձ համար աքսիոմ է եւ ինձ համար տեսական թեստ չի սա, այլ մի բան է, որ ես գիտեմ եւ տեսականորեն եւ գործնականում։ Եվ սա ֆունդամենտալ պրոբլեմ է։